Կյանքի խորքային դասերը գրեթե երբեք աղմուկով չեն գալիս, նրանք բացահայտում են թվացյալ աննշան մանրամասների։ Պատահական պապի խորհրդով մոր ուշադիր տեսքով հարևանի կրկնվող ժեստով կամ աղոթքով տրտնջում է սենյակի լռության մեջ, այս դասերը չեն հայտարարում իրենց նշանակության մասին, բայց նրանք լուրջ ձևավորում են մեր ճակատագիրը, որպես հրեա ես իմացա, որ կյանքը անսպասելի հրաշքներ չի դառնում, բայց փոքր սովորությունների միջոցով, որոնք մենք օր-օր զարգացնում ենք։ Ինչու այդ դեպքում չենք տեսնում այն փոփոխությունները, որոնք մենք այնքան ցանկալի ենք, քանի որ մենք փնտրում ենք մեծ նշաններ եւ անտեսում ենք այն փոքր քայլերը, որոնք իրականում կառուցում են ճանապարհը, աղքատությունը, թուլությունը կամ սպառումը չեն առաջանում գիշերում, դրանք գրեթե աննկատելի ընտրության կուտակված արդյունք են, որոնք մենք կատարում ենք autopilot-ում, պատկերացրեք մի բեռնարկղ, որտեղ ամեն օր ջրի կաթիլ է ընկնում, մեկ ամսվա ընթացքում նա լի է, մեկ տարվա ընթացքում արտահոսքը, այդպիսին են սովորությունները։ Նրանք լցնում են մեր կյանքը, կամ լույսով կամ ստվերով, կախված նրանից, թե ինչ ենք ընտրում կրկնել։ Հրեական իմաստությամբ ասում է մի ասա։ Իմաստունն այն է, ով սովորում է բոլորից, սա նշանակում է, որ բորբոքված դիսկուրսները չեն, որոնք փոխում են մեր ընթացքը, բայց զուսպ դասերը, որոնք հաճախ անցնում են աննկատ։ Մի ժամանակ մի մարդ նշում էր, որ իր հայրը ամեն երեկո երկու կողպեքով դուռը կողպում է, գողերի վախից դուրս չլինեն, բայց դրսևորել մի սկզբունք։ Ընտանիքը այդ տան ներսում սուրբ էր, այս պարզ ժեստը փոխանցվել է որդուն և թոռը, և այսօր նրանք ավելի շատ են գնահատում տունը, քան ցանկացած աշխատավարձ, ձեռքերի գրեթե մեխանիկական շարժումը դարձել է այնպիսի դաս, որը ստեղծեց սերունդներ։ Առաջին հիմնական դասը, որը մենք պետք է կլանենք, այն է, որ ներքին կազմակերպությունն արժե ավելին, քան դաժան ուժը, փողը կարող է կորչել, առողջությունը կարող է ձախողվել, բայց ներքին կարգը այն է, ինչը մեզ ապահովում է։ Երբ մնացած ամեն ինչ փլուզվում է, ես տեսա իմ պապը, պատերազմից հետո ամեն գիշեր մանրակրկիտ գրիր նոթատետվելու յուրաքանչյուր ծախս, նա ոչ մի բախտ ուներ, բայց ուներ մեթոդ, եւ դա էր այս մեթոդը, որը թույլ տվեց նրան ստեղծել սեմինար, որն ունակ է ընտանիքը պահպանել, այսօր գիտնականները անվանում են այս կարգապահություն կամ ինքնուրույն։ Իմ ընտանիքում մենք պարզապես հարգանք կանեցինք կյանքի համար։ Երկրորդ դասը այնքան ուշադրությունն է, որ մեր ամենաարժեքավոր արժույթը, եւ մենք դա գերազանցեցինք, առանց դրա իրականացնելու, անտեղի նորություններ, դատարկ քննարկումներ, աննկատ խոսակցություններ։ Սրանք փոքր գողեր են, որոնք գողանում են մեր ամենաթանկ լավը, որտեղ մենք դնում ենք մեր ուշադրությունը, մենք քաղում ենք մեր արդյունքները։ Ես հանդիպեցի մի մարդու, ով որոշեց ամեն օր դադարեցնել սոցիալական ցանցերում հակասություններ կերակրել։ Մեկ տարվա ընթացքում այն պահված ժամանակը բավարար էր նոր մասնագիտություն տիրապետելու համար, նրա արտահայտությունը բացահայտում էր։ Ես դադարեցի կերակրել ուրիշների գաղափարները եւ սկսեցի կերակրել իմը։ Հրեական ավանդույթում սա հիշեցնում է շաբաթը, մի օր լռեցնելու արտաքին աղմուկը եւ սովորեք լսել մեկի ձայնը։ Երրորդ դասը մեզ սովորեցնում է, որ երախտագիտությունը վերափոխում է մեր հեռանկարը, երբ մենք շնորհակալություն ենք հայտնում, մենք գալիս ենք տեսնել ոչ միայն այն, ինչը մեզ պակասում է, այլև այն, ինչ արդեն ունենք, եւ ով ճանաչում է իրենց հարստությունը, բայց փոքր ինչ հնարավորություն ունի դրանք բազմապատկելու։ Ես հանդիպեցի մի մարդու, ով սկսեց ամեն առավոտ, ասելով. Շնորհակալ եմ հացի եւ օդի համար, նրա կյանքը հեշտ չէր, բայց նրա երջանկությունը գերազանցեց շատ հարուստների, ժամանակակից հոգեբանությունը հաստատում է, երախտագիտության զարգացումը ընդլայնում է մեր հորիզոնները։ Դա մեզ ազատում է քրոնիկ դժգոհությունից եւ մեզ էներգիա է հաղորդում։ Այս լուր դասերը պարզապես գեղեցիկ բառեր չեն։ Սրանք գործնական գործողություններ են, յուրաքանչյուրը կարող է լինել չնչին, բայց դա այն մանրամասներն են, որոնք վերաշարադրում են մեր ճակատագիրը, կազմակերպությունը, ուշադրությունը եւ երախտագիտությունը առաջին 3 քայլերն են, որոնք այսօր կիրառվում են, կարող են ընդմիշտ փոխել ձեր կյանքը, նրանք փող չեն պահանջում, շփումներ կամ բախտ, պարզապես ազնվություն ինքնուրույն։ Չորրորդ դասը, որը ունակ է գոյություն ունենալու, քաջությունն է սկսել, շատերը ծառայում են որպես թիկնապահ, առանց գիտակցելու, որ նա արդեն խոնեցված խարիսխ գործը, որն այլևս ոգեշնչում է ուժասպառության հարաբերությունները, կյանքի տարիները գողացող սովորությունները, այս ամենը փոխանցվում է, որին մենք կպչում ենք անհայտից վախենալուց, բայց ճշմարտությունն այն է, որ զրո վերջ չէ։ Դա դարպաս է, հրեական ավանդույթում շաբաթը մեզ սովորեցնում է սա։ Շաբաթը մի օր մենք կանգ ենք առնում ամեն ինչ, եւ ընդամենը ընդմիջումն է, որ մենք հստակ տեսնում ենք, այսպիսով դա կյանքում է, վերագործարկումը չի ձախողվում, այն հնարավորություն է տալիս ավելի լավ բան կառուցել։ Ես տեսա մի մարդու, ով 3 անգամ կորցրեց ամեն ինչ։ Նախ բիզնեսը, հետո ընտանիքը, վերջին առողջությունը, ամեն անգամ ես մտածեցի.
Ավարտվեց, բայց ամեն անգամ, երբ այն սկսվեց զրոյից թղթի դատարկ թերթիկ, նկարչական պլաններով և քայլ առ քայլ վերակառուցելով, այսօր տարեցներ, ունի հանգիստ աչքեր և հանգիստ հոգի, նա ասում է, իմ զրոյերից յուրաքանչյուրը նվեր էր, քանի որ նա ինձ սովորեցրեց, թե ինչպես կառուցել ավելի իմաստությամբ, ժամանակակից փիլիսոփաները այս հակատիպալին անվանում են յուրաքանչյուր անկումից հետո ավելի ուժեղանալու ունակություն, իմ ընտանիքում մենք պարզապես համառություն անվանեցինք նա, ով չի գնում կամ վաճառում։ 5-րդ դասը ավելի քիչ ընտրելու արվեստ է, բայց ավելի լավ, մարդկանց մեծ մասը գործարկում է քանակից հետո։ Ավելի շատ ապրանքներ, ավելի շատ շփումներ, ավելի շատ զբաղմունքներ, բայց իսկական իմաստությունը պարզեցնում է, հայրս ընդամենը 2 զույգ կոշիկ ուներ, կոստյում և մի քանի գրքեր, բայց միշտ ասում էր. Ավելի լավ է ունենալ մի բան, քան 10 ծառայում է, ներկայիս գիտնականները դա անվանում են էականություն։ Մեզ համար դա հիմնական կանոն էր։ Այն չի գերակշռում կյանքը, ինչը չի ավելացնում իրական արժեք։ 6-րդ դասը նախազգուշացնում է մեզ։ Մի շփոթեք փողը նպատակային, փողը օդի պես է, անհրաժեշտ է, բայց դա նպատակը չէ, նրանք ովքեր ապրում են միայն նրա համար միշտ աղքատ կլինեն, քանի որ նա իմաստ ունի գոյատևման համար, ես հանդիպեցի մի մարդու, ով աշխատել է օր ու գիշեր շահույթի որոնման մեջ, նրա բանկային հաշիվը լի էր, բայց նրա դատարկ աչքերը, մինչև մի օր նա խոստովանեց. Ես հարուստ եմ թղթի մեջ, բայց հոգով աղքատ, հրեական իմաստությունը սովորեցնում է, որ նպատակը արժե ավելին, քան ոսկին, քանի որ ոսկին սպառվում է ժամանակի կրակի մեջ, բայց նպատակը մնում է։ Վիկտոր Ֆրանկլը աշխարհին ցույց տվեց, որ նույնիսկ ավելի մութ հանգամանքներում մարդը գոյատևում է, երբ նա ունի մեկը։ 7-րդ դասը այն է, որ կարգապահությունը հաղթահարում է տաղանդը, քանի անգամ ես տեսա, որ պայծառ մարդիկ իրենց նվերները վատնում են համառության պակասի համար, մինչդեռ սովորական անհատներն առանց բացառիկ հմտությունների մագիստրոս դարձան, քանի որ նրանք քայլ առ քայլ, քայլ առ քայլ, քայլ առ քայլ, դա այն բնական նվերը չէ, որը հրաշքներ է ստեղծում, բայց կայունությունը, տանը մենք ասացինք. Հրթեր չէ, որ արագ այրվում է, դա փայտածուխ է, երկար ժամանակ տաքանում է, ներկայիս հետազոտությունն ապացուցում է, ով է շարունակում, նույնիսկ այն դեպքում, երբ ցանկություն չունեք, միշտ էլ ավելի հեռու է գնում, քան կեսից հրաժարվում են հանճարները։ Այս դասերից յուրաքանչյուրը կարծես թե պարզ է, և դա հենց այնտեղ է, որտեղ նրանց իշխանությունը բնակվում է, ուժը բարդ բանաձևերով չէ, բայց հստակ սկզբունքներով, անհրաժեշտության դեպքում սկսվում է, ընտրեք որակը քանակի փոխարեն։ Մի փոխեք աքսեսուարների համար անհրաժեշտ տարրերը, և հիշեք. Համառությունն արժե ավելին, քան տաղանդը, այս ճշմարտությունները չեն գոռում։ Նրանք խոսում են ցածր, բայց հավիտյան շրջվում են կյանքը։ Դեռ կա 8-րդ դաս, որը ունակ է վերաձևակերպել նպատակակետը։ Ուշադրության պահպանման ունակություն։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որը վարում է մեր հայացքի և լսումների յուրաքանչյուր վայրկյան, գովազդներ, տագնապալի, դատարկ խոսակցություններ, անվերջ ծանուցումներ։ Ամեն օր մեզ ամենաարժեքավորը ծծում է, կենտրոնանալու ունակություն, բայց ով իմաստուն է գիտի։ Ուշադրությունն է էներգիան, և էներգիան միշտ պետք է լինի մեր վերահսկողության տակ։ Ես հիշում եմ մի հարևան, որը լուսամուտ էր անում սեղանի մոտ, իր բջջային հեռախոսը պահում էր գզրոցում և ասաց իր երեխաներին. Հիմա ընտանիքի ժամանակն էր, ոչինչ նրան չի շեղել։ Ոչ միացումներ, ոչ էլ փողոցի աղմուկը, նա լսեց, հարցրեց նրանց, կարդացեք նրանց հետ, նրա երեխաները մեծացել են անվտանգ և հավասարակշռված, քանի որ գիտեին, որ իրենց հայրենի ուշադրությունը նրա ամենամեծ ամրոցն էր, ժամանակակից մտածողները խոսում են խորքային աշխատանքի մասին, երբ ինչ-որ մեկը սովորում է և աղմուկը անջատելու և իրեն նվիրելու համար, թե իրականում ինչն է կարևոր, այն ոչ միայն ավելին է արտադրում, այլև ավելի լավն է կապրում։ Ով գերակշռում է նրանց ուշադրության կենտրոնում, դառնում է սեփական ճակատագրի տերը, որովհետև որտեղ է ձեր ուշադրությունը, կա ձեր արդյունքը։ 9-րդ դասը։ Փոխակերպեք խոչընդոտները ճանապարհին։ Կյանքը լի է դժվարություններով, բայց խնդիրը իրենք դժվարություններն են, բայց ինչպես տեսնում եք դրանք, ոմանց համար նրանք վերջն են։ Ուրիշների համար սկիզբը, մեր թաղամասից մի երիտասարդ կորցրեց աշխատանքը և կարծում էր, որ դա ողբերգություն է, բայց նա սկսեց օգնել իր հարևաններին փոքր օբյեկտներ ամրացնելով, այնուհետև բացեց սեմինար, իսկ տարիներ անց հայտնի էր ամբողջ քաղաքում։ Նա ասաց. Եթե այդ ձախողումը չլիներ, ես երբեք չէի գտնի իմ մասնագիտությունը, այս գաղափարը արձագանքում է ինչպես ստոիզմի, այնպես էլ հրեական իմաստության մեջ։ Խոչընդոտը ճանապարհն է։ 10-րդ դաս։ Արժեք ընդմիջումները։ Մեր մշակույթում կա շաբաթ, լռության օրը, երբ մենք դադարում ենք աշխատել, առաջին հայացքից թվում է, որ ժամանակ է վատնում։
Իրականում դա ժամանակի վերականգնում է, դադարը ծնվում է պարզություն, ընդմիջումում տեսնում եք, թե իրականում ինչն է կարևոր, մարդիկ այսօր վազում են առանց կանգ առնելու, ուստի նրանց կյանքը դառնում է մեռած շրջանակներ, բայց նրանք, ովքեր սովորում են դադարեցնել շրջապատը և հետևում ուղիղ գծով, պապս միշտ ասում էր. Ով գիտի, թե ինչպես հանգստանալ, գիտի, թե ինչպես ապրել։ Այս լուր դասերը պարզ են ուշադրություն, խոչընդոտներ, դադարներ, բայց նրանք դարձնում են իրենց նպատակակետին պատկանող մարդուն, հիշեք, դա այն դժվարություններն են, որոնք կոտրում են այն, բայց ձեր ուշադրությունը ծախսելու ձևը։ Դա այն խայտառակությունն է, որը ոչնչացնում է նրան, բայց հրաժարվում է դրանում ուղի փնտրելուց, և դա այն գործը չէ, որը շահում է այն, բայց կանգառների պակասը։ Հրեական իմաստությունը երբեք չի ձգտել տպավորվել grandiose բառերով, նա միշտ սովորեցրել է էական իրերը։ Հոգ տանել ձեր ունեցածի մասին, փնտրեք իմաստ, ոչ մի ներողություն, և դա չի վախենում լռությունից, այս դասերը հանգիստ են, բայց լռության մեջ է, որ ծնվում են ամենամեծ վերափոխումները։ Հիմա եկեք այս բոլոր դասերը միասին դնենք, ինչը համատեղում է կարգը ու ուշադրությունը, երախտագիտությունը, սկսելու ունակությունը, նվազագույնը, բայց ավելի լավ իմաստի, կարգապահության, խնամքի կառավարման, խոչընդոտների վերափոխման և խոչընդոտների վերափոխման համար, առաջին հայացքից 10 հստակ կանոն կա։ Ըստ էության, նրանք մեկն են։ Ակատագիրը դրսից չի փոխվում, բայց ներսից դուրս։ Աղքատությունը, թուլությունն ու հուսահատությունը աճում են, երբ մեկը մեղավոր է փնտրում և հրաժարվում է պատասխանատվությունից, հարստությունը, ուժը և ինքնուրույնությունը ծնվում են, երբ ինչ-որ մեկը փոխում է սովորությունները։ Նույնիսկ եթե արդյունքը չի հավատում արդյունքին, ամեն ինչ սկսվում է լռությունից, առանց աղմուկի, բայց դա այս զուսպ քայլերն են, որոնք վերաշարադրում են կյանքը։ Մեր նախնիների իմաստությունը միշտ կառուցվել է փոքր պրակտիկայում։ Գրելու ծախսեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ծախսելու բան չկա։ Կարդացեք գրքերը, նույնիսկ երբ ժամանակը բացակայում է, շնորհակալություն փոքրիկի համար, երբ հոգին կոչ է անում բողոքներ։ Դադարեցրեք շաբաթ, երբ աշխարհը բղավում է աշխատանքը, այս սովորությունները աննշան են թվում, բայց նրանք մարդու սեփականատիրոջ և ճարտարապետի սեփականատիրոջն են դարձնում իրենց կյանքի մասին։ Ժամանակակից հետազոտողները նույն բանն են ասում, միայն այլ բառերով, որոշ զանգեր հակամարմատություն հարվածներից հետո ուժեղանում են, մյուսները՝ աճի մտածելակերպից, երբ ամեն օր դաս է, կան մարդիկ, ովքեր խոսում են խորքային աշխատանքներում, երբ ուշադրությունը դառնում է նրանց ամենաարժեքավոր լավը, բայց խորը ներքև է նույն ճշմարտությունն է, որքան դարեր շարունակ պահպանված հրեական իմաստությունը։ Մտածեք դրա մասին։ Այս 10 լուր դասերը փիլիսոփայություն չեն, դրանք գործնական գործիքներ են։ Պատվերը հիմք է տալիս։ Ուշադրությունն է հարթում ճանապարհը։ Երախտագիտությունը վերադարձնում է էներգիան։ Վերագործարկումը թողարկում է անցյալից։ Հիմնականներն ընտրելը պարզեցնում է կյանքը։ Ուղղությունը ուղղություն է տալիս։ Կարգապահությունը քայլերը վերածում է ճանապարհորդության։ Ուշադրության վերահսկողությունը ամրապնդում է արդյունքները։ Խոչընդոտները տեսան trampolines, ընդմիջումները վերականգնում են ուժերը։ Նրանք միասին կազմում են ձեր կառուցած ճակատագիրը, և ամենակարևորը սա կարող է սկսվել այսօր, կարիք չկա սպասել երկուշաբթի, ամանոր կամ այլ ճգնաժամ, պարզապես ազնիվ որոշում։ Դադարեք ապրել ինքնուրույն։ Եվ սկսեց ընտրել խղճի հետ։ Ինչ անել հիմա։ 1. Գրեք ձեր շաբաթվա ծախսերը, ոչ մի արդարացում, պատրանքներ չկան, թողերը թող խոսեն, երբ հասնում եք այնտեղ, որտեղ ձեր էներգիան գնում է, դուք կհասկանաք, որ աղքատությունը չի սկսվում փողի պակասի մեջ, այլ այն բացերի մեջ, որը մենք չենք տեսնում։ 2. Ամրագրեք 1 գիշեր գիտելիքների համար, դա կարող է լինել գիրք, դասախոսություն կամ զրույց մեկի հետ, ով ուսուցանելու բան ունի, այս պահը դարձրեք անձնական ներդրում, մեր հարևանությամբ միշտ ասվում էր։ 3. Վերացրեք աղմուկի աղբյուրը։ Ալիք, սովորություն, դատարկ նվիրվածություն, զգալ, որ ժամանակը վերադառնում է, հանքի ծանոթը դադարեցրեց լուրերը առավոտյան, 1 ամսվա ընթացքում նա ասաց. Ես ավելի հանդարտվեցի և ավելի արդյունավետ, ասես ամեն օր վաստակեցի կյանքի լրացուցիչ ժամանակ։ 4. Գրեք, թե ինչ է նշանակում ձեզ, ոչ թե ուրիշների, ոչ թե հասարակության, այլ ձեզ, առանց այս պատասխանի, այն կանցնի ուրիշների ուղիներով, նրա հետ նրա ճանապարհը ավելի պարզ է դառնում։ 5. Փորձեք ընդմիջումը, մի օր առանց վազելու, մի գիշեր առանց հեռախոսի, առավոտ առանց շտապողականության, դադարը կբացի իր աչքերը դեպի այն, ինչ ժամանակին աննկատ էր։ Հիշեք, տեստակատագիրը չի դառնում բղավոց կամ խոստում, այն վերածվում է լռության փոքր քայլերը, որոնք աննշան են թվում, բայց միասին կառուցում են նոր կյանք, դուք թույլ չեք
Նա պարզապես մոռացավ կարգապահության և իմաստի ուժը, վերականգնել այն։ Կյանքը չի պատրաստվել արտառոց պահերից, բայց արտառոց ուշադրության կենտրոնացված սովորական ընտրություններից։